Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր մեր տաղավարի հյուրը Սուրեն Սուրենյանցն է, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց, իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Սուրենյանց, մենք վերջին անգամ հանդիպել ենք այս տաղավարում մոտ 4 ամիս առաջ, իսկ 4 ամիսը նախընտրական այս փուլում բավականին երկար ժամանակահատված է։ Այդ ընթացքում ես կարծում եմ շատ կոնկրետ արդեն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նախընտրական այս հետագծի տրամաբանության մեջ եւ այսօր մենք պետք է քննարկենք մոտալուտ դեպի ընտրություններ ինչ է կատարվում մեր երկրում, բայց ես չեմ ուզում մենք նայենք զուտ քաղաքագիտական, այսպես ապագա կամ հավանական մասնակիցների աչքերով, մենք նայենք ընտրողի աչքերով, որտեղ հիմնական ֆիգուրանտը, հիմնական դերակատարը դա ընտրողն է, մեր համաքաղաքացիներն են։ Ես ուրեմն իմ գործընկերների հետ անցած շաբաթ օրը գտնվում էի Արմավիրի մարզում, քիչ հետո ինչ որ տեսանյութով մենք կտեսնենք թե նրանք ինչպես են մտածում, բայց մինչև այդ տեսանյութը ձեր դատին ներկայացնելը, ես ուզում եմ մի փոքր այսպես պրեամբուլայի տեսքով, նախաբանի տեսքով մենք նայենք, ընդունենք դուք ընտրողն եք կամ իսկապես մենք բոլորս էլ ընտրողներ ենք, ինչ գնահատական եք տալիս իշխանության գործնեությանը, դրական, բացասական, չնայած հայտնի բաներ են, եւ ընդդիմությանը, որտեվ տեսեք, ընտրողը գնալու է քվեատուփի մոտ, միջև այդ ինքը արդեն պետքա կողմնորոշված լինի։ Ոչ թե գնում է քվեատուփի մոտ, նոր այնտեղ կողմնորոշվում է։ Այլապես մեր մյուս կարևոր խնդիրը այն է, որ մի մեծ զանգված, մոտավորապես 45-50% ուղղակի չեն գնում։ Այսպես կոչված պայմանական անտարբերներ կամ пассивներ, այսպես որակենք, դրան էլ կանդրադառնանք։ Հիմա տեսեք, գնահատական իշխանությանը ընտրողի կողմից եւ ընդդիմությանը։ Ինչ է արել մյուսը, ինչ չի արել, ինչ է արել եւ ինչ չի արել ընդդիմությունը։ Խնդրեմ։ Արգելի պարոն Մելքումյան, ի սկզբանե ակնհայտ էր, որ ձևավորված խորհրդարանը 2021-ի դերևս Հայաստանի պատմության ամենաիռացիոնալ օրենսդիր մարմինն էր, ես քաղաքագիտական գնահատական եմ տալիս, ինչու, որովհետև այնտեղ հայտնված քաղաքական ուժերը ոչ թե սեփական վարկանիշի կամ ծրագրի հիման վրա են հայտնվել, այլ դիմացինի հակավարկանիշի։ Այդպիսի տրամաբանությամբ է ձևավորվել այդ խորհրդանը, դա բնորոշ է անտագոնիստական մոդելին, անտագոնիստական մոդելները որպես կանոն ոչ թե հանուն, այլ ընդդեմ։ Իհարկե, ընդ որում այդ որ ասեցիք ընդդեմ, իշխանության գերնպատակ ընդդիմության ոչնչացումներ եւ հակառակ ընդդիմության գերնպատակ։ Ասենք ի սկզբանե, ոչ թե հետո դրան եկան ինչ որ որովհետեւ մենք հիշում ենք, չէ, ինչպիսի անտագոնիստական մթնոլորտում անցան այդ ընտրությունները, ըստ էության ծրագրային ռացիոնալ թեզերը մնացին ստվերում։ Այն որ պիտի հասարակությանը իսկապես հետաքրքր, դե բայց դա իշոր տեղել բնական էր, որտեվ հետ պատերազմյան շոկի պայմաններում տեղի ունեցան։ Լավ, շոկը անցավ 22 թվին, 23 թվին հետո։ Շոկը անցավ, հասարակությունը չի կարող է համակարգին դրական վերաբերվել զույգ թևերով, թե իշխանության, թե ընդդիմության։ Իշխանությանը չափան շատ տեսանելի միավոր կա, դա կառավարության հաստատված ծրագիրն է, որի որևէ պարամետր ըստ էության չի կատարվել, ռեֆորմներ չկան, արտաքին քաղաքականությանը շատ չեմ անդրադառնում, որտեղ դա այնքան ծեծված ու քննարկված է։ Այո, բոլորը դրա մասին են խոսում։ Բոլորը դրա մասին խոսում են։ Մի րոպե լավ հարց տվեցիք։ Տեսեք, բոլորը մի բանի մասին, որ բոլորը խոսում են, պարոն Սուրենյանց, էլ չի էլ լսվում։ Ինչքան կարելի է նույն բանը լսել սա մեկ, եւ երկրորդ։ Ի վերջո մեր քաղաքացին եւ մեր ընտրողը այսպես գնահատում է մյուս հարցերի հետ միասին իր առօրյա սոցիալական, ֆինանսական վիճակը։ Դրան էլ գալիս։ Բայց դրա մասին խոսողներ կան շատ, թե շատ սահմանափակ է։ Որ դրա մասին խոսում ես, դուք շատ լավ գիտեք, որպես մասնագետ, ինչ-որ այլընտրանք էլ առաջարկես, որը շատերը չեն ուզում, որովհետև այդ տրենդային թեմաներում արդեն ստանդարտ ինչ-որ ձևակերպումներ կա տրենդի մեջ։ Հենց հեշտ է, չէ, առանձնապես ինչու է հասարակության առաջին հերթին իր կյանքի որակը հետաքրքրում։ Պարզ ասենք, այդ ձեր բոլոր նշած կոմպոնենտները ըստ էության հանգում են կյանքի որակի խնդրին։ Այո։ Որովհետև հասարակությունը հասկանում է, որ արտաքին քաղաքական մի շարք գործոններ մեր երկրի սուբյեկտության նվազման հետ կապված շատ բաներ մեզնից նույնիսկ կախված չի։
աշխարհակահաղական Հետևանքային իրավիճակ, այո։ Եվ բացի այդ ինչ որ PR կամպանիաների շնորհիվ իշխանությանը հաջողվել է տպավորություն, խաղաղության պատրանքի տպավորություն ստեղծել, մյուսները օբյեկտիվորեն չեն կարողանում ավելի լավ պրոդուկտ առաջարկել։ Հասկանալի է, բան ասած, իսկ տնտեսական, սոցիալական առումով իշխանության ինչ է հաջողվել, ինչ չի իշխանությունը հաջողվել։ կորցրել է իր գլխավոր հաղթաթուղթը կամ կորցնելու վրա է։ Որտեվ տեսեք, Թալանի դեմ պայքար, տնտեսական ռեֆորմներ, կյանքի որակի բարձրացում, չէ՞։ Եթե սկզբունքորեն 2018-ի հարթակից հնչած թեզերը հիշենք, այդտեղ ոչ արտաքին քաղաքականության մասին խոսք կար, ոչ Ղարաբաղի մասին խոսք կար, ընդհակառակը մարդիկ արդարության դեֆիցիտ ունեն, ուզում էին լավ ապրեն, այդ պահի համակարգը, այդ պահանջները չէր բավարարում, եւ այդ համակարգի մերժման հիմքում հենց արդարության, լավ կյանքի, որակյալ կյանքի գաղափարն է։ Շատ բարի։ Հիմա անդրադառնանք ընդդիմությունը ինչ Հիմա չի արել։ տեսեք, իշխանությունը այդ ձախողել է, որովհետև ինստիտուցիոնալ ռեֆորմի փոխարեն իրանք ինչ-որ անձնիշխանական մոդել ստեղծեցին, հասարակության վստահություն ուղղեցին դրան։ Հիմա արդեն նույնիսկ իշխանությունը հակասոցիալական է, հա, դարձել։ Օրինակ այդ տերմին կա, էլի, սոցիալական ցինիզմ են ասում, դա պարգևավճարների ինստիտուտը հատկապես բոլոր ժամանակներում ա եղել պարգևավճար, բայց պարգևավճարը հիմա արդեն ոչ թե խրախուսման ինստիտուտ է, այլ հասարակության եւ իշխանության բարոյական անջրպետը խորհրդանշող ինչ-որ երևույթ է դարձել եւ անհնար է չէ պատկերացնել, որ մի հասարակությունը, որտեղ 18000 մարդ 29000 դրամ էլ չի կարողանում ծախսել, մեկ էլ 7-8 միլիոնանոց պարգևավճար։ Ծայրահեղ աղքատության մասն եք ասում։ Բայց հիմա միջև ընդդիմությանը կանդրադառնա կարճ ես էլ ասեմ։ Տեսեք, պարգևավճար, երբ որ տրվում է, պետքա հստակ օրենսդրական մեխանիզմ լինի կամ գործիքակազմ լինի, որ ինչի դիմաց է ստանում։ Այսինքն, այ ես այսքան օգուտներ բերեցի պետությանը, այս այսքան արդյունավետ աշխատեցի, բարիք ստեղծեցի, որի հետ կապված ոչ թե ստեղծում ես նոր են գնահատում, այլ արդեն միջև այդ կարգավորումը կա, որ այս պարագայում արդեն այդ պարգևավճարի չափը որոշում է հենց քո ստեղծած բազմապատիկ ավել արդյունքով։ Սա է, այսինքն ոչ թե որևէ մեկը դեմա պարգևավճարին, այլ այդ պարգևավճարը ինչի դիմաց։ Մասնավոր օրինակ բերեմ, էլի, երբ որ 99-2001 թվերին ես քաղաքապետի աշխատակազմի ղեկավար էի, վերադասը շատ լուրջ զրույց կունենար հետս, եթե ես պարգևավճարի ձևով խրախուսման մեկ աշխատողի երկրորդ անգամ տարվա ընթացքում ներկայացնեի, դեռ կհամարեին, որ ես ինչ-որ հովանավորչական, ուզում եմ ասեմ, դա ինչ-որ շատ բարի։ Հիմա անդրադառնանք։ Հիմա ընդդիմությանը, տեսեք, որտեվ այդ ընտրողը գնալու է նաև այդ ընդդիմությանը, չէ՞, ձայն տա կամ չտա։ Եթե ես ընտրողի փոխարեն լինեի, այդ կոնֆրոնտացիոն մոդելը էլի չէի բերի, որովհետև դրանից կյանքի որակը մենակ վատանալու է։ Հարցը ստեղ անձերը չեն, մարդիկ չեն, կուսակցության անունները չեն, էլի հարցը լոգիկան է, տրամաբանությունը։ Ընդդիմությունը տեսեք, ամբողջ ընթացքում երկրորդ համարով խաղաց, ամբողջ ընթացքում, ցավոք սրտի, ես ցավով եմ ասում։ Այսինքն պարլամենտում առաջի դեմքերը ներկայացված չեն։ Ոչ միայն, օրակարգ էլ չկար։ Բայց նաև պարլամենտում։ Օրակարգ էլ չկար, տեսեք, օրինակ այն ավելի նախորդ խորհրդարանում, սրանից առաջ որ կար։ Ես հիշում եմ, որ Բարգավաճ Հայաստանն էր, Լուսավոր Հայաստանն էր, այդտեղ էս թիրախային կոնկրետ հարցեր ոլորտային ավելի շատ էի տեսնում, որպես մասնագետ եմ ասում, նաև որպես ընտրող։ Եվ ինձ հետաքրքիր է լսել, այ որ ագրարային քաղաքականությունը քննադատվել է, ինչ այլ ընտրանք է բերվել, այ որ տնտեսության կառուցվածքի մասն են խոսում, ինչ հակափաստարկներ են, այս պարագայում կար քննադատություն չնչին բացառություններով, չկար այլ ընտրանքային ծրագիր։ Իսկ այս իրավիճակներում միշտ իշխանությունը շահեկան է դուրս գալի, որովհետև ընդդիմությունը ի վերջո, երբ որ միշտ ինքը արձագանքողի, պատասխանողի, արդարացողի դերում է, հասարակության մոտ տպավորություն է, որ այդ ընդդիմությունը սպասում է իշխանության ձախողմանը, ոչ թե ինչ-որ ծրագրեր։ Մի վարքյան կներեք, ես արձագանքեմ, հետարքիր բան է ստացվում, որ միշտ պարլամենտում, ԶԼՄ-ներով, տարբեր հանդիպումներում, քննարկումներում օրակարգը թելադրում է իշխանությունը։ Ասենք սպասում են տեսնում են ով ինչ ասեց իշխանությունից, որ մենք հակադարձենք։ Բայց մենք չենք տեսնում, որ ընդդիմությունն է օրակարգ թելադրում, ձախողումը, այո, որ օրակարգ չունենալը։ Եվ ինչի ընդդիմությունը
Դա իշխանության ձախողումների մասին էլի շատ ենք Չէ, այդ հասկանալի Սա է։ ամենախայտառակ իշխանությունն է այդ առումով։ Տեսեք, ընդդիմությունը, քանի որ միայն երկրորդ համարով խաղաց եւ միայն քննադատողի դիրքերից հանդես եկավ, այսինքն ալընտրանքային ծրագիր չբերեց։ Ընդդիմության կոնսոլիդացիոն պոտենցիալը շատ նվազագույն շեմով էր արտահայտվում։ Հենց դրա համար էլ հասարակական լայն աջակցություն գործող ընդդիմությունը ցավոք սրտի չունեցավ։ Մի ուրիշ օրինակ էլ բերեմ։ Երբ որ այս վերջերս գելափահարցում էր արել, կարծեմ հրապարակեց դեկտեմբերի վերջին։ Հարցը բառացի չէ միշի, մոտավորապես այսպիսի հարցադրում էր, ինչ-որ գործիչների շարք էին ներկայացրել, այդ գործիչներից ով ունի հասարակությանը կոնսոլիդացնելու ավելի մեծ պոտենցիալ։ Ուշագրավ մի բան, երկու շատ հարգարժան հոգևոր հայրերից հետո խոսքս Միքայել Սրբազանի եւ ամենայն հայոց հայրապետի մասին է, առաջի քաղաքական գործիչը, որ այդ ցանկում կար, ոչ թե դիմադիր տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչ էր կամ իշխանության ներկայացուցիչ էր, այլ Գագիկ Ծառուկյանը։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հանրային համերաշխության եւ պոզիտիվ ծրագրեր իրականացնելու պահանջ է դնում հասարակությանը։ Որովհետեւ հասարակությունը հասկանում է, որ այդ ընդհանուր արտաքին քաղաքական անվտանգային խնդիրները իրենց կարևորությամբ հանդերձ չեն կարող ստվերել սոցիալական խնդիրները, բարեկեցության հարցը, ի վերջո տնտեսության կառուցվածքը, ես ձեր բոլոր հաղորդումները գրեթե բաց չեմ թողում։ Ճիշտ է, պարոն Սուրենյաց, շատ դիպուկ տեղին հարցադրումներ անում եք։ Քիչ հետո մենք մի հատ մեր Արմավիրի ընտրողների կարծիքները նաև կլսենք, բայց միջև այդ հետեւյալը պետք է ասեմ, որ այդ օրակարգի մասին, օրինակ, ընդունենք մեր պարլամենտական ընդդիմության падգամավորներից, գործընկերներից մեկին մոտ 1 ամիս առաջ հյուր էի հրավիրել եւ ուղիղ հարց տվեցի, շատ ուղիղ։ Ինչ է ձեզ հաջողվել անել։ Ձեր երկու հիմնական առաքելություն ունի падգամավորը։ Օրենքներ եւ վերահսկողություն։ Ահա։ Պարզվեց, որ հիմա գիտեք ինչ, արդեն sense շատ սին կլինի եւ մի քիչ ոչ արդյունավետ կլինի, որ ասենք, դե գիտեք ինչ, այդ պարլամենտական ընդդիմությանը տրված գործիքակազմը չի աշխատում, ինչ կուզեն կանեն, հասկանալի է, բայց օրինակ տեսեք, ես ոնց կանեի, օրինակ, ես հենց հիմա նոր մտածեցի դրա շուրջը, մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Ընդունենք, բոլորը գնացել են ընտրությունների, ձևավորվել է իշխանություն եւ կա ընդդիմություն։ Այն ծրագրերը, որ նախընտրական փուլում դեռևս ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն համարվող քաղաքական ուժերը առաջարկներ են արել, հիմա տեսեք, այս առաջիկայում եւս տարբեր ծրագրեր չէ՞ կներկայացնեն։ Արդեն մեկը ուժերից արդեն ներկայացրել է տնտեսական, սոցիալական թեկուզ եւ այլ ոլորտների։ Դրանք ես կարծում եմ, սիրելի հերոստատիտող, որ դրանց օրենքի նախագծերն էլ հավանական պետքա լինի արդեն։ Եթե դու լուրջ ուժ ես, դու արդեն պետքա օրենքսդրական նախագծեր ունեն, եթե պատրաստվում ես գնաց պարլամենտ։ Ընդունենք, պարոն Սուրենյան, հենց հիմա ասում եմ, նորից եմ կրկնում, ես ոնց կանեի։ Ուրեմն գնում ես պարլամենտ, այդ որ ասենք ասում են դե իշխանությունն օրակարգը թելադրում ամեն ինչ մերժում է, սենց անում, դե մենք էլ ենք եղել էլի, անցկացրել ենք մի քանի տասնյակ լավ օրենքներ։ Եթե լավ օրենք հա տեսեք, ընդունենք 100 օրենսդրական նախաձեռնություն մի տարվա մեջ անընդհատ դնում են շրջանառության մեջ։ Պատգամավորական մանդատի առանձնահատկությունը եւ առավելությունը կայանում է նրանում, անկախ թե դու ինչ օրենքի նախագիծ ես դրել, պարտավոր է դա քննարկի կառավարությունը, համապատասխան գերատեսչություն։ Գոնե եզրակացություն դիտա։ Այո, պարտավոր են քննարկեն, դու կարող ես գնալ մասնակցես եւ նախարարական կոմիտեի նիստին եւ կառավարության նիստի 1, երկրորդ գալիս է ազգային ժողով, մտնում է հանձնաժողովներ, միջև հանձնաժողովներ մտնելը կարող ես կազմակերպել երկրորդ հանրային լսումներ, որ ԱԺ-կանոնակարգ օրենքի պահանջ է, հանրային լսումներ, ինչքան ուզում ես, ոնց ուզում ես հանրային լսումներ կազմակերպի, ում ուզում ես հրավիրի, падգամավորը հրավիրի, դա իր ոնց որ բանն է, լիազորությունն է։ Հետո մտնում է առաջի ընթերցում հանձնաժողովի նիստ, հանձնաժողովում քննարկի, եթե հանձնաժողովը մերժում է, գալիս է բոլորի մեծ մաս ուղիղ եթերի ռեժիմը։ Այո, գալիս է լիագումար նիստ ազգային ժողով եւ լիագումար նիստի սկզբնական րոպեների ընթացքում 3-ական րոպե տալիս են, որ հնչեցնեց։ Հիմա եթե 100 նախագիծն էլ պետք է մերժի մի անգամից, պատկերացրեք, ես ինչ եմ ասում, ամբողջ ԶԼՄ-ներով, ամբողջ ուղի եթերներով, ամբողջ քննարկումներով հնչեցնում է անդիմությունը, թե ինքը ինչ արել։ Եվ ես այդ այնց կանեի, սիրելի հերոստատիտող, 100-200 նախագիծ կդնեի շրջանառության մեջ, թող քննարկեն, թող տանջվեն, թող չգիտեմ
քրտնեն, թող չգիտեմ ժողովրդի համար լավ բաները հո իշխանությունը չի կարա այն ինչ որ ժողովրդի համար լավ է ամեն ինչ մերժի, հա։ Եվ գիտեք ինչն է խնդիրը ստեղ։ Խնդիրը կայանալու նրանը, որ մեր գործընկերը ասեց, որ 5 տարվա ընթացքում իրանք ձախողել են այդ գործը եւ ընդամենը 1 օրենքի նախագիծ են անցկացրել փոփոխություն դրոշի մասին։ Դրոշի մասին։ Սա է Աղվան Վարդանյանների, եթե չեմ սխալվում։ Ես ցավոք եմ ասում սա եւ 1 եւ երկրորդ վերահսկողական լիազորությունը։ Դու գիտեք որ անկախ նրանից թե տվյալ падգամավորը որ հանձնաժողովի անդամ է, ինքն ցանկացած ոլորտի համար կարող է հրավիրի հաշվետվողականության մեխանիզմով հանձնաժողով կամ իր մոտ падգամավորը եւ համապատասխան տեղեկատվություն պահանջի ցանկացած ոլորտից կապ չունի թե ինքը որ հանձնաժողով։ Այսինքն այս լիազորությունները անունը դնել որ ամեն ինչ մերժում է իշխանությունը դու էլ համակերպվում ես կամ էլ պետք է չգնաս պարլամենտ եթե տենց է ոչ մի բան չես անում հա դա չպետք է սահմանափակվի ասենք կառավարության անդամներին կամ վարչապետի մենակ հարց ու պատասխանի ժամանակ Չէ ամենաթույլ վերահսկողության է։ Այսինքն էլի դուր բայց Չէ, բայց դա չի բում վերահսկողության։ Այսինքն մշտական, պարոն Սուրյան ջան, այնքան աշխատանք կա անելու եւ ես անունը սենց եմ դնում, ես ոնց կանեի 100 օրենսդրական նախաձեռնություն մի տարվա ընթացքում։ Դուք մոտավորապես դուք շատ հետաքրքիր բան եք ասում, իսկապես տեսեք մեր հասարակությանը մեդիա գրագիտության պակասի հետևանք է նաեւ հասարակությանը չմեղադրենք, օրինակ շատ հետաքրքիր է թիմի կառուցվածքը որ անձը որտեղ ալնելու, ինչ ալնելու, բայց այդ ձեր ասած երկրորդ մասը, որ շատ ավելի կարևոր է, ավելի քիչ է հետաքրքրում։ Իսկ երկրորդ մասը շատ ավելի կարևոր է։ Ծրագրային ընդհանրություն, այդ ձեր ասած անպայման, եթե մի հատ թեզ ես ասում, օրինակ, եթե ասում ես փոքր բիզնեսին հարկից պիտի ազատեմ, դրա ուղղությամբ պետք է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնես, որպեսզի հասարակությունը կամ փորձագիտական շրջանակներ որ իսկապես ցանկություն ունես դա անելու։ Համել կարանա պարզեն դրա իրատեսականությունը, այլ չէ՞ կա, որ օրենքի նախագիծ պիտի լինի ձեր տրամադրության տակ, որ դուք տնտեսական չափումներով հաշվի։ Պարոն Սոյանյանց, հիմա դիտենք մի փոքրիկ տեսանյութ Արմավիրի մեր հանդիպումների հետ կապված եւ հետո շարունակենք մեր քննարկումը։ Խնդրեմ տեսանյութը։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Դե խաղաղությունն է էլի տարածաշրջանում զարգանամ Իշնորիվ Ծառուկյանի գործարանը նախկին կոմունիստական ժամանակվանից առավ, գնեց, վերանորոգեց, ամեն սարկավորումներով փոխեց, մեզ աշխատատեղ բացեց, մեզ աջակցեց, ասեց մենք իրան բուժանույթ ուզեցինք, պարադյանույթ, ամեն ինչ տրամադրեց, մեր տարածաշրջանը զարգացնենք խաղողի, մարդը տրամադրեց, շնորհակալ ենք դրա համար, խաղաղագործությունը աճեց, շատացավ, հիմա մտերման խնդիր ունենք, էլի, ցանկալի կլինի պայմանագրեր կապվի, այս գլխից, էլի, մենք որպես խաղաղագործ, այդ հանգիստ խրժով պայմանագիրը կապենք 10 տոննա, 20 տոննա կոնկրետ ինչ կամա մտերվելու, հասկանանք այդ հանգիստ խրժով մեր մշակենք։ Դուք գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը միշտ անկախ նրանից թե այդ մթերման ծավալը այդ փուլում անհրաժեշտ է եղել թե չի եղել, իր ուրեմն այսպես ժողովրդին աջակցելու տրամաբանությամբ եւ հոգեբանությամբ միշտ իր քայլերը արել է եւ միշտ աջակցել է եւ դուք իրավացի եք։ Հիմա տեսեք, ինքը էլի իր քայլերը անելու է, ինքը իր ուղուց, նա ես այդ մարդուն այն օրը խոսում էի, ասում եմ մենք 20 տարի միասին ճանապարհ ենք անցնում, ինքը ասեցել է մի 20 տարի էլ անցնելու ենք միասին։ Ես հավատում եմ ինչ որ ինքը անում է եւ ասում է։ Արմավիրում մարդիկ հիմնականում խաղաղագործներ դիմում էին աշխատատեղերի հարցով, խաղողի մթերման հետ կապված, բերքի իրացման հետ կապված եւ շատ հետաքրքիր մի բան եղավ։ Ասենք խաղողը ասում են որ պետքա շատ իրացվի, չէ՞։ Ընդունենք մի տնտեսությունից 5 տոննա կամ 7 տոննա, բայց ներողություն, այդ անverջ այդ սպիրտը չեն կարա, չէ՞, մթերողները կուտակեն, պետքա իրացումը լինի։ Այսինքն մենք քննարկեցինք նաեւ համալիր այդ բերքի եւ հետագա դրա տարայավորման, դրա պայստավորման, սառնարանային տնտեսությունների ստեղծման այդ ամբողջ գործընթացը, որ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է, եւ դա ռեալ պրակտիկ առաջարկ Հայաստանի ծրագրային կարևոր դրույթներից է լինելու։ Չես կարող հստակ պետք է մարդկանց առաջարկը լսես, բերես տեղաբաշխես եւ մարդիկ անպայման կողմ են։ Մի անգամ այս թեմայով մենք խոսել ենք, հիմա էլի զարգացնենք։ Տեսեք, նախորդ հարցադրմանը նաև տեսանյութի բարձրացված խնդիրների համադրումը, եթե փորձենք վերլուծել, տեսեք, իսկապես շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին ծրագրային փաթեթը կազմվի։ Ընդ որում ծրագիրը պետք է կազմվի շատ
հայտնի մեխանիզմով, որը արևմտյան դեմոկրատիաներում շատ ընդունված է, չնայած Ռուսաստանում էլ են նման նախադեպեր, որ օրինակ այդ 500 քայլը, որ Յաբլիսկին կազմում է։ Այո։ Դա ո՞նց է տեղի ունենում։ Փորձագիտական թեզերը նետվում են հասարակության մեջ, հասարակությունից գալիս են արձագանքներ, այսինքն այդ կոմունիկացիան եթե չլինի կամ այդ ծրագիրը շատ տեսական կլինի, կամ շատ պոպուլիստական կլինի, անպայման փորձագիտական միտք հասարակությունը այդ կոմունիկացիան պիտի լինի, որպեսզի այդ խաղողի մթերում եք ասում, չէ, բազմաթիվ հարցեր կա։ Այդ դուք մասնագիտական բանով պիտի ֆիլտրվի, չէ, մարդիկ շատ բան կարող են ուզել։ Այդ ցանկություններն ու հնարավորությունները պետքա ներդաշնակեցվի։ Եվ այո, առաջին հերթին պետքա համակարգային լուծումներ առաջարկվեն, որովհետև եթե շատ մթերում ես, բայց իրացման խողովակները որ հայտնի չեն, դա էլ արդեն չի լինում տնտեսությունը, լինում է մեկ այլ բան։ Հիմա ես կոնկրետ հիմա տեսեք, շատ տարածված է յուրաքանչյուր քաղաքական ուժ կլինի մեծ թե փոքր, փորձում է իր բրենդը ստեղծել այս նախընտրական փուլում, ինձ ինչի է դուր եկել կամ մեր կուսակցությունը առաջարկ Հայաստանին մոդելը, որտեղ առաջին հերթին սա կազմված է այն քաղաքական տրամաբանության վրա, որին ինձ համար ընդունելի է։ Այսինքն, նախ այդ առաջարկ Հայաստանի գաղափարի շուրջ միավորված ամենատարբեր սեգմենտներից, դրանք շատ են գիտեք, նախ փորձում են առաջարկային ծրագրային առաջարկներ անել, առաջարկային ձևակերպել։ Խմբավորել։ Այո, խմբավորել։ Այդ տարբեր թեզերի, իդեաների, գաղափարների համադրումը արդեն կծնի են մերիտոկրատիկ թիմը, որը կարող է դա իրականություն դարձնել։ Ընդ որում այստեղ կարևոր է բոլոր ոլորտների մասնագիտական պոտենցիալի համախմբումը։ Սա մեկ։ Երկրորդը պարոն Ծառուկյանի ելույթների առանցքում հասարակության կոնսոլիդացիայի գաղափարն է, որովհետև եթե մենք այս սեգմենտավորվածությունը, ֆրագմենտալ բաները չհաղթահարենք, այս խրամատները, որ տարբեր ձևերով հասարակության մեջ որևէ հաջողության հասնել չեն կարող։ Եվ երրորդը մարդակենտրոնությունը։ Գիտեք, երբ որ շատ գլոբալ բաներից են խոսում, մարդը կորում է։ Պետքա ելակել միկրոմակարդակ, այո։ Իջնել միկրոմակարդակ, ի վերջո երկիրը հաղթածա, պարտվածա, այսպիսի հաջողություններ միջազգային արենայում ունի, չունի, սովորական մարդուն այդ խնդիրներից բացի, իսկ գուցե առաջին հերթին, իր միկրոմիջավայրն է հետաքրքիր, սոցիալական միջավայրը, կյանքի որակը, ֆինանսական։ Հիմա տեսեք, պարոն Սուրենյաց, էլի քաղաքա-տնտեսական ռեժիմով են քննարկում, դա շատ նորմալ է։ Տեսեք, Հայաստանի տնտեսությունը դա շատ բարդ ինչ-որ մասնագիտական բան չի, որ պետք է հասկանանք։ Ինքը աննկարելի է դնել սպառողական տնտեսություն։ Դա ի՞նչ է նշանակում։ Ես բազմիցս ասել եմ, որ հիմնական երկրի տնտեսական, ֆինանսական ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է, որովհետև համախառն ներքին արդյունքի աճով է պայմանավորված, թոշակ կբարձրանա թե չէ, նվազագույն աշխատանք կբարձրանա թե չէ, ուրեմն ինչպիսի սոցիալական ծրագրեր կիրականացվեն, առողջապահական, որովհետև եթե բյուջետ մեծանում է, ասել եմ, որ 1% տնտեսական աճը մոտավոր բերում է 24-25 միլիարդ դրամի լրացուցիչ մուտք։ Լրացուցիչ մուտք։ Սա արդեն ասել եմ, թե դա ոնց է հաշվարկվում։ Հիմա այս պարագայում մենք պետք է մեր սպառողական տնտեսությունը վերածենք ներդրումային տնտեսության։ Այսինքն ի՞նչ է դա նշանակում։ 100-150 միլիոն դոլարի ներդրում այսօր Հայաստանի համար շատ մեծ ներդրում է համարվում, բայց մեզ պետք է ամեն տարի 4-5 միլիարդ դոլար որ գա ներդրվի։ Ինչի՞ չի գա։ Հակառակ դեպքում սպառողական տնտեսության այո, այսինքն սպառում համախառն ներքին արդյունքը մոտ է 90%-ի, իսկ ներդրում համախառն ներքին արդյունքը չի հասնում 20%-ի։ Մենք պետք է 4-5 տարվա ընթացքում այս 20%-ը դարձնենք 40%-ի։ Այսինքն հավելյալ արդյունքի ստեղծումը պետք է լինի տնտեսության իրական հատվածի աճի հաշվին, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն։ Մեր համախառն ներքին արդյունքի 62%-ը առևտուրն ու ծառայություններն են։ Ինչի՞, որովհետև հեշտ է տեղ աշխատել, որովհետև փոքր ներդրում է պահանջում, փոքր։ Այսինքն մենք պետք է այդ մոդելը փոխենք, երբ որ խոսք է գնում ընդունենք փոքր միջին բիզնեսին ազատենք հարկերից չազատենք, աշխատատեղեր ստեղծենք չստեղծենք։ Սա այո, սա հետևանք է։ Դու պետք է այդ մոդելային հիմքերը ճիշտ դնես, ոչ էլ նենց ես նենց եմ ասում, որ մեր հերոստատիտողը շատ པարզ հասկանա։ Պետք է դրա համար պետք է մեծ ներդրում գա։
Դրա համար պետքա տեղում էլ ներդրման աղբյուրներ կան, ազատություն տաս, որ չվախենա ներդրումը գա դնի, որտեղ մեծ ներդրումը երկարատև ժամանակահատկացի համար է։ Դու չես կարա 1 միլիարդ ներդրում անես, 2 տարի հետո հանես տանես։ Դա պետք է առնվազն 8-ից 10 տարի գնա։ Սա է մեղը։ Շատ կարևոր բաներ եք դուք ասում, բայց դրա համար պետք է ինչ։ Արտաքին ռիսկերի կառավարելություն ներդրումների համար։ Որպեսզի կայուն վիճակի։ Իհարկե, որպեսզի այդ պատերազմացին պատճառները չլինեն, օրինակ։ Երկրորդը պետք է քաղաքական ստաբիլություն, որտեղ անկայուն երկրներում էլ չեն դնում։ Երրորդը պետք է սեփականության իրավունքի ինստիտուցիոնալ հարգում, որտեղ եթե չկա այն ինչ որ կատարում Հայաստանում, այստեղ որ մասնավորը կգա ներդրում կանի, ներքին կամ արտաքին, որովհետև սեփականության իրավունքը, որ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, չի արգվում։ Թեև համանդրությունում շատ լուսավոր դրույթներ կան այդ մասին։ Եվ ամենակարևորը պետքա դատական իշխանության, իսկապես կայացած դատական իշխանություն, որը հնարավոր վեճերին ոչ թե քաղաքական նպատակարարություններից ելնելով անդրադառնա, այլ օրենքի պահանջից ելնելով։ Սուրենյան ջան, տեսեք, ուրեմն շատ կարևոր ճիշտ է թեզեր են քննարկում եւ ուզում եմ մատչելի դարձնեմ, པարզ դարձնեմ մեր հերոստատիտողի համար, տեսեք, տեղում կայացած եւ հետո զարգացում ուրեմն ունեցող մեր գործիչները տնտեսական, ովքեր տեղում զարգացել են այնպիսի մի պայմաններում վերջի 30 տարում, որ տարբեր ռիսկերով անցել են։ Տես չի եղել որ 25 տարի առաջ ամեն ինչ հալածյող է եղել, 15 տարի առաջ եւ հետո 18-ների մի մասը ժառանգություն է։ Ինչքան մարդիկ են սննկացել նախորդ փուլերում, չեն կայացել տարբեր պատճառներով, արտագաղթել են, բիզնեսները տարել են, չէ՞։ Հիմա այսինքն տեղի մեր կայացած տնտեսական գործիչները, կարևոր բան եմ ասում, իրենք իմունիտետ են, դիմադրողականություն են ձեր բերել, այդ ձեր ասած տարբեր ռիսկերին դիմակայելու համար։ Պոզիտիվ ադապտացիա։ Այո, սեփականության, անձնամխելիության, ուրեմն թերագտման, ուրեմն հարձակումներ դրա վրա, ասենք հարկային եւ այլ ոլորտներից անսպասելի հարձակումներ, ճնշման գործիքներ, այդ թվում քաղաք եւ այլ, չէ՞, ասենց անցել են, բայց մեկը կայացել են։ Ուրեմն ինչ որ նշանակում է ֆորմուլա կա, որ այդ ֆորմուլան իրանց պահում է։ Դրսի ներդրողները, որոնք որ մոտիկից ծանոթ չեն, թե այդ ինչ է։ Իրանք պետք է ախտորոշեն։ Իրանց այդ ախտորոշում անելը շատ բարդ է։ Իրանք մեծ փողեր են ծախսում, որ ասեն, լավ, այս երկրում այն ժամանակ եւ հիմա թեկուզ, այս ինչ է կատարվում, ինչ կարող, ինչ ռիսկեր կարող է լինի, որ կառավարենք, եւ մեծ մասը ես գոնե տեղյակ եմ, որ վախենում են դրանից եւ չեն վերում, ասում ախպեր, մենք գործ չունենք, այս ինչ որ մի քիչ տարօրինակ ոչ ստանդարտ իրավիճակ է, որ ուրիշ երկրներում շատ չես հանդիպում։ Ասենք ուրիշ երկրներում էլ կան աֆրիկյան կամ ուրիշ երկրներ ասիական, որ ասենք պետք է այդ երկրի ղեկավարի հետ լավ լինես, կամ չգիտեմ, ես ինչ շատ բարձրաստիճան հետ լավ է, գործերը կգնա։ Հիմա պետք է հասկանալ, այ իմ ասածը, հասկանալի միջավայր, նաև արտաքին ներդրողի համար։ Իսկ հասկանալի միջավայր լինելու համար ի՞նչ է պետք։ Որպեսզի ի վերջո մենք գանք այն ճշմարտությունը, որ խորհրդարանը կոնկրետ հասարակական շերտերի քաղաքական տրանսլյատորների տեղ է։ Այսինքն որպեսզի օրինակ, տեսեք, մենք որպես դեմոկրատական այլընտրանք առաջարկ Հայաստանին էլ մասնակցում ենք այն բանով, որ 3 հասարակական խմբերի շահերի պաշտպան ենք։ Այդ ավտոբուսով գործի գնացող եկող մարդիկ են, փոքր բիզնեսն եւ ոչ նոմենկլատուրային մտավորականություն։ Այսինքն հասարակությունը երբ կսկսի ակտիվ կյանքով ապրել, ակտիվը չի նշանակում հանրահավաքների, նկատի ունեմ պահանջատեր լինելը։ Եվ երբ կսկսի նման հասարակությանը հավատալ այդ ձեր ասած արտաքին ներդրողը։ Երբ որ խորհրդանում իսկապես հասարակական սոցիալական խմբերի ներկայացուցիչներ լինեն։ Ամբողջ ժողովրդին ներկայացնել չի լինում։ Մենք այդ ողբերգությունն է, էլի, ամբողջ ժողովրդի անունից մեկը մեկին դավաճան է ասում, նպաստելով ժողովրդի պառակտմանը։ Տեսեք, եւ ամենակարևորը այնպիսի նախագծեր առաջարկելն է, որոնք հասարակության մեջ ապագայի նկատմամբ հույսեր ծնեն։ Որովհետեւ ես գիտեմ շատ ծանր է, ես գիտեմ, որ Հայաստանում կոռուպցիան չի նահանջել ինստիտուցիոնալ առումով, ես գիտեմ, որ Հայաստանում ներդրումային շատ վատ միջավայր է։ Ես գիտեմ, որ քաղաքական համակարգը չի արգելակում է տնտեսության զարգացմանը, ոչ թե հակա, այդ բոլոր բաները գիտենք։ Բայց արդյոք սպառվածա զարգացման հնարավորություն է, կարծիքով ոչ։
որովհետև Իհարկե ոչ ոչ։ մի իշխանությամբ է չափվում այդ ամեն ինչը, ոչ էլ գործող ընդդիմությամբ է չափվում։ Օրինակ, մեգանախագծերը հասարակության մեջ հույսեր ծնում են, թե չեն ծնում։ Կարծում եմ ծնում են։ Ծնում են։ Օրինակ տեսեք, այդ Հիսուսի արձանի պրոյեկտը։ Այո, շատ։ Ինքը հո միայն բարոյականության հոգևոր բաղադրիչ չունի իր մեջ։ Ինքը ունի ապագայի նկատմամբ հույսեր ծնելու շատ մեծ պոտենցիալ, որը օրինակ ես հետաքրքրվել եմ այդ շրջանի Ատիսարի շրջակայքում գտնվող, Փեշերին գտնվող գյուղական համայնքներում հողի գինը աճել է։ Ճիշտ է։ Այս դրական երևույթ է, թե չէ, իհարկե դրական Հետո երևույթ է։ պարոն Սուրենյանց, ես մի այլ բան էլ ասեմ, մի հետարքիր բան կա, որ միշտ օգտագործվում է, պետք է մեգանախագծերը կամ նաև լավ օրենքները դրական սպասումներ առաջացնեն։ Այ մարդիկ ինչ որ մի դրական բան են սպասում։ Եվ այդ դրական սպասումները նաև կոնսոլիդացիոն գործոն է հասարակության մեջ, որովհետև եթե դրական սպասումներ ունես, ինչ որ ջղային կամ կատաղած դեմքով չես սպասում էլ։ Այսինքն կոնսոլիդացիան մենակ հանրավակը չէ, Չէ, դու պետքա բարի, այսինքն պայման աստը հույս ես կապում, որ ստեղ մի հատ լավ բան ա լինելու, եւ լավ արահետով, լավ ճանապարհով արդեն ճանապարհը բացվում։ Գիտեք, այդ դեպքում քաղաքական համակարգի թերությունների սրբագրմամբ էլ կարող է զբաղվել, որովհետև եթե պոզիտիվ գաղափարի շուրջ հասարակությանը կարողանում ես կոնսոլիդացնել, շատ ավելի հեշտ է արտաքին մարտահրավերների դեմ էլ այդ Հետո կոնսոլիդացիան շատ կարևոր լավ քննարկում ենք անում, տեսեք, տարբեր մարդիկ կան, որոնք իրենց կյանքի տարբեր փուլերում հասել են տարբեր հաջողությունների, ընթացքում նաև անհաջողություններ են ունենում։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ հանրային գործիչը, մեծատառով մարդը ընդհանրապես պետք չի կենտրոնանա ինչ որ մի փուլի անհաջողության վրա, դա դրանով ինքը ազդվի շատ եւ այդ երկիրը սկսի չափել այդ փուլի որոշակի փոքրիկ իրանից չկախված միգուցե կամ massամբ կախված անհաջողության պրիզմայով։ Դու պետքա վեր կանգնես դրանից, որ երկրի հաջողությունը, երկրի համար լավ իրավիճակ ստեղծելը շատ մարդկանց բերելու է հաջողության։ Շատ մարդիկ կապվելու են դրա հետ, այլ ոչ թե մտածելու են թե ինչ։ Հիմա էլ չէ տենց բան կա, սպասում եմ ընտրությանը, տենամ ինչա հիմա ստեղ եմ, թե գնալու եմ։ Դա շատ վատ է։ Կա տենց բան կա, չէ, տենց խոսույթ կա։ Անկեղծ ասենք։ Այդ նշանակում է էլի մենք շատ վատ բան ենք տանելու։ Նախ գործող իշխանությունը եւ տիտղոսային ընդդիմությունը այնպիսի վարկագիծ չպետք է ունենային, որ հասարակության մեջ նման բան ծնվեր, դրամ անկումնային։ Այո, անկումային դրամ։ Որովհետեւ որևէ ընտրություն չի կարող ավարայրի ճակատամարտ լինել։ Չէ։ Բոլորս հասկանում ենք։ Կյանքը պետք է շարունակվի։ Կյանքը ինքը շարունակական բան է եւ տեսեք 50-60% չէ, ասեցիք հասարակություն անտարբեր մնում է տանը եւ այլն, ինչի պատճառով էլ իդեպս բոլոր բացասական երևույթներ ունեն։ Ինչի՞ց է այդ 50-60%-ը մնում տանը։ Իրա մասին ծրագրեր չի տեսնում։ Հա, ինքը իրան չի տեսնում։ Իր Իր տեղը չի գտնում։ Բայց եկեք շատ թանկ է մեր համար Ղարաբաղը, շատ թանկ է բոլորիս համար։ Ու ցավը մեր հոգիներում է, գիտեմ, այդ պետք չի բառերով նկարագրել, բայց հիմա ինքը կորսված է մեր համար։ Հիմա երբ որ դու Արցախից ես շատ խոսում, շարքային մարդու համար դա արդեն անհասանելի թեմա է։ Կներեք, մի քիչ ցավոտ բան եմ ասում, բայց մենք հո իրականությունը Այսինքն բերում է սրտնեղություն։ Այո, բերում է անկումնային տրամադրություններ, այդ պատերազմի բարդույթներ եւ այլն։ Ինքը հա, դա էլ է պետք լսի ինչ-որ խորի բանանի, բայց ինքը ուզում է հասկանա, իր բակը, իր աշխատանքային միջավայրը, իր աշխատանքային իրավունքները, իր երեխաների բարեկեցության նիշը, ինչքանով են բարձրանալու կամ ինչքանով են դրանք արտացոլված քո ծրագրում։ Շատ ճիշտ է, պարոն Սուրյանց, հիմա գանք նորից եմ մեր սկզբնամասում նախաբանում արձածված հարցին, ընտրողի աչքով, տեսեք, այդ որ ասում ենք թե 50%-ը չի գնում, լավ, մենք չենք ասում 100% պետք է գնան, բայց եթե 65-ից 70% մասնակցություն լինի, 55%։ լրիվ պատկերը այլ կերպ է փոխվում։ Հիմա տեսեք մի այլ բան ասեմ, հիմա մի հատ մոդելավոր ենք այդ մեջ։ Իշխանությունը ունի իր էլեկտորատը, վարչական ռեսուրս եւ այլն եւ բոլորը միասին ինչ որ կա, որը տենց չի, որ իշխանության ձայն տվողները ինչ որ մի ժամանակ հետո 1-2 ամիս հետո սենց ինչ որ նրանք ինչ որ իմ կարծիքով որոշակի հստակություն կա, որոշ փոքրիկ շեղումներով։ Կան նաև պարլամենտական ընդդիմության եւ նոր ձևավորող ուժեր, որոնք նույնպես կարող են ենթադրել, որ որոշակի տոկոս ունեն։ Բայց մեծ մասը
Այս միտքը սենց է, շատ ժողովրդի լեզվով եմ ասում։ Բա որ նրան չտանք, բաում տանք։ Եկեք մի հատ անկել։ Բա որ այս ինչին չտանք, բաում տանք, չէ՞։ Եվ այդ բաումը, տեսեք ինչա, բաում ընտրենք, այդ բաում ընտրելու ինքը սիրում է ընտրողը ինչ որ մի հատ ֆավորիտային, ինչ որ sense մի հատ արկայծում, ինչ որ sense մի հատ արկայծի առաջընկնի, սկսեն սրբացնել, ասեն սա է եւ վերջ, ուրիշ բան չկա, բայց ես հասկանում եմ, որ այս փուլում այդքան էլ մենք հələ այդ արկայծումները չնայած երբեք մի ասա երբեք, բայց ես չեմ զգում, որ առայժմ տենց որ պոկվող ինչ որ շատ բան։ Ես ձեզ շատ անկեղծ ասեմ, քաղաքագիտական առումով հնարավոր չի ձեր ասած պոկումը, այս ընտրություններով։ Բեկումը։ Հա, որովհետև մենք 3-ից 5 ամիս է մնում այդ ամենը։ Չէ, որ բաումի պատասխանը տա։ Ահա, բաումի պատասխանը պիտի փնտրեն կոնֆրոնտացիոն մոդելը մերժելու մեջ։ Այսինքն պետքա գնան ծրագիր ընտրելու, ծրագիրը սպասարկող արդյունավետ թիմ ընտրելու եւ ճանապարհային քարտեզ, որի մեջ մտնում է նաեւ ձեր ասած այդ օրենսդրական նախաձեռնությունները։ Շատ բարի։ Իսկ բանի առումով հետո դուք կասեք։ Բայց ընտրության շատ լայն հնարավորություն կա հիմա։ Կներեք, ես պիտի ասեմ, որովհետեւ պայմանական ասենք, հա, գործող իշխանության ու ին համակարգի կողքին, ամենայն հարգանքով ասենք ին համակարգի մի շարք գործիչների եւ ուժերի արդեն ձևավորվում են նոր ուժեր, որոնք այնքան էլ նոր չեն կենսագրությամբ, նոր մոտեցումներ, ծրագրեր, որոնք շանս ունեն հասարակության հետ իներտ զանգվածին կոնսոլիդացնել, որտեղ իրանք գործի դիրքերից են ներկայանում։ Շատ բարի։ Հիմա այդ շանս ունենալը հասկանալի է։ Ինչքան շանս ունեն, ես հեսա կասեմ, ինչքան մենք հասկանում ենք, որ այդ 50% պլյուս 1-ը շատ բարդ է լինելու բոլորի համար, բարձա։ Անհնարալ։ Հա, հիմա հետեւյալը ասեմ, որ մեր ընտրողի էլի որ դիտակետից նայում ենք երկու մոտեցում կա, ավանդաբար միշտ եղել է անձը, որ տվյալ անձի ես որ ասում եմ արկայծում, երբեք չեմ ենթադրում ասելով, որ ասենք մի 100 հոգանոց թիմ կա, որ այդ 100 հոգում պիտի ճանաչեն, ասեն 99-րդ համարի, ես իմ տեսնում եմ այնտեղ sense։ Նո առաջի դեմքը մաքսիմում առաջի 10 դեմքի։ Այո, հիմա ասենք թե մի կողմից այդ անձի ուրեմն առաջխաղացումը ընտրողի աչքերում, երկրորդ կողմից, որ ես որպես այսպես որոշակի փորձառություն ունեցող մարդ քաղաքական նաև այսպես հարթության վրա կասեի, որ ժամանակն է, որ պետք է լինի մեծ ազդեցիկ թիմի ներկայություն։ Թիմը պետք է լինի թիմի մեջ եւ կարեւոր չի դա կուսակցական չի, որտեղից է ինչա ազդեցիկ հասարակության մեջ կշիռ ունեցող ազդեցիկ մարդիկ պետք է գան, որոնց հասարակությունը ճանաչում եւ ընդունում է։ Ըստ էության դրա մասին էր մեր ամբողջ ծրագիրը։ Ահա։ Խարիզմատիկ լիդեր, գումարած ուժեղ թիմ, հենց ուժեղ թիմ, որ ես ասում եի, նկատի ունեի այնպիսի մասնագիտական որակներով օժտված մարդկանց արկայություն, որոնք մարդկանց մոտ հավատ են ներշնչում յուրաքանչյուրը գոնե իր ոլորտում, հա։ Պարզ է, չէ՞, մարդը լավ տնտեսագետ է, Պարոն Մելքումյանը։ Լավ բժիշկ է, շնորհակալություն, լավ քաղաքական վերլուծաբան է, շնորհակալություն ձեզ։ Այսինքն պարզ է, չէ, դա տարիներով ապացուցված բան է, ոչ թե այս պահին ինչ որ, այսինքն դուք որ որևէ քաղաքական հավակնություններ չեք ունեցել, էլի ձեր տնտեսագիտական ակադեմիական գործունեությամբ զբաղվել եք։ Եվ ամենակարևորը, առաջնորդ թիմ այդ ճանապարհային քարտեզը, հա, որովհետև շատ խոստումներ բոլորը կարող են տալ, բայց ընտրողը նաև պիտի զանազանելու հնարավորություն ունենա, որն է իրական, որն է մաքուր պոպուլիզմ, որը ինչ ռիսկեր է ծնելու կամ ինչ հնարավորություններ։ Շատ բարի, պարոն Սուրենյանց, մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, եթե վերջում մի 2 րոպեի շրջանակում ամփոփիչ ասույթ ունեք, խնդրեմ ձեր։ Ես շատ པարզ մեր հասարակությանը ասում եմ, 2021-ի մոդելը եկեք այս ընտրություններում դոմինանտ չդարձնենք, տեսեք չեմ ասում մերժենք, որտեվ ցանկացած մոդել ինչ-որ փոքր դրական բաներ է ունենում, բայց եկեք դոմինանտ չդարձնենք, դեռ 2021-ի մոդելը ավելի է պարակտելու մեր հասարակությանը, 2021-ի մոդելը ավելի է հեռացնելու այս պետությունը ծրագրային բաղադրիչից, 2021-ը ավելի է սպառողական տրամադրությունները մեծացնելու ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաև մեր մտածումներում, հոգեբանության մեջ եւ այլն։ Ես առաջարկում եմ մեր հասարակությանը, որ այս ընտրություններում իր քվեն ձևավորի առաջարկների հիման վրա եւ
փոխադարձ լինի այդ առաջարկների ներկայացումը հասարակությունը թիմերին, թիմերը հասարակություններին, որտեղ միայն հասարակության սուբյեկտ դառնալը եւ միայն քաղաքական էլիտա հասարակություն արդյունավետ կոմունիկացիան կարող են այս լաբիրինթոսից մեզ Այո։ Շնորհակալություն պարոն Սուրենյան, սիրելի հեռուստադիտող, իսկապես ես կարծում եմ այսօր մենք ունեցանք էլի ոչ ստանդարտ քննարկում, չասեցինք նույն բաները, ինչ որ բոլորն են ասում, մենք հասկացանք, որ մեր ընտրողը եւ մեր քաղաքացին հենց մենք շատ կարեւորում է այս փուլում նաեւ եւ բոլոր փուլերում իր սոցիալական, ֆինանսական, տնտեսական վիճակը եւ հեռանկարի կանխատեսումը, թե արդյոք որոշակիություն կա առաջիկա ժամանակներում, որ ինքը իր տեղն ու դերը ճշտի, թե ինքը հիմա որտեղ է լինում, հա? Սա մեկ եւ երկրորդ, տեսեք, պարոն Սուրենյանցն էլ ասեց, որ հասարակության հետ պետքա խոսել, երկխոսել։ Ես շատ կարեւորում եմ շատ տեղիներ, ինչ որ ասեց պարոն Սուրենյանցը, որ տեսեք, ամեն սպիկերի, խոսնակի, քաղաքական վերլուծաբանի կամ տնտեսագետի եւ այլ գործիչների թվում է, թե իրանք երբ որ մտքեր են ասում, այդ մտքերը այնքան մեծ մտքի գոհարներ են եւ հասարակությունը անկալեց բոլորը, արդյունքում հենց որ տեսնում է, որ հետադարձ կապը որ կան նաեւ որոշ դժգոհներ կամ որոշ գնահատականներ, դա էլ է նորմալ, որովհետեւ տես չի որ դու ինչ որ ասում ես բոլորին պետքա դուր գա, հա, սա երկրորդը, բայց պետքա այդ խոսույթը պարոն Սուրենյանց այնքան པարզ դարձնել, այնքան ավելի նվազ ակադեմիական դարձնել, որովհետեւ ակադեմիական աուդիտորիային չենք մենք ասում, པարզ, մատչելի, ոնց որ մենք արմավիրում տեսանք, մարդը հստակ դնում ասում, նախորոք իմ հետ կնքեք պայմանագիր, հետո որս իմ գնամ իմ խաղողը մթերեմ, արդեն իմանամ կանխատեսելի վիճակ եւ բոլորս ենք ուզում այդ կանխատեսելի վիճակը, բայց ես քանի որ էլի եմ ասում, խոսեցի, որ այս հաղորդման ընթացքում իմ մտքին եկավ, իսկապես անունը դնում եմ սենց 100 օրենսդրական նախաձեռնություն, որը տեսեք, եղբայր, գնացել ես ընտրության, պարզվել է, որ դու իշխանություն չես։ Ես հարցը նախորդ այս գործող ընդդիմության մասն եմ ասում պարլամենտական, ամեն ինչ ասում եմ մերժում են, հանձնաժողով։ Եղբայր, դու այնքան շատ օրենսդրական նախագծեր։ Հակասոցիալական էությունը գոնե բացահայտել։ Այո, դրան եթե մերժում են, դա նշանակում է, որ ժողովրդի համար չեն մերժի ամեն ինչ, անհնար է որ ամեն ինչ մերժեն։ Եթե 100 օրենսդրական նախաձեռնությունից գոնե 10-ը լավագույնը ընդունվի, դա մեծ գործ է։ Պատկերացնեք մի տարվա ընթացքում 100-ն է, հետո հաջորդ տարվա ընթացքում էլի 100-150-ը, եւ սենց դու քայլերով արդյունքներ ունես, որի մասին այսօրվա անդիմությունը պարլամենտական ժողովրդի հետ խոսի, ասի, ես գնացել եմ, այո, սուր վեճերել ա եղել, փողոցային շարժում էլ ա եղել, սա էլ ա եղել, բայց նաև այս օրենքներն եմ անցկացրել։ Ոչ ես կարա գնաս ասես 5 տարի պարլամենտում ոչ մի օրենք չեմ անցկացրել։ Ընտրողին չի հետարկում, դու ընդդիմություն ես, թե իշխանություն ես։ Ասում դու падգամավոր ես, գնա քո վերահսկողությունը եւ քո օրենքները գնա ընդունի։ Սա իմ կրեդոն է, ես որպես Միքայել Մելքումյան եւ նաև որպես առաջարկ Հայաստան նախաձեռնության տրամաբանության մեջ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ այն ինչ որ մենք արել ենք նախորդ գումարումներում եւ այդ օրենքները մենք կներկայացնենք, որտեղ դրանք արդիական են միջև մեր դարակներում, մեր գզրոցներում մենք այդ տասնյակներով օրենքներ ունենք, որ պետքա միանգամից ներառել։ Այո, պետքա եւ դա կդառնա քննարկման առարկա։ Թող քննարկեն իշխանությունը, օրերով, ամիսներով թող քննարկեն։ Իշխանությունը կդառնա հակասոցիալական դիմագծի բացահայտում։ Շատ բարի, շնորհակալություն պարոն Սոյոնյանց, սիրելի հեռուստադիտող, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։